60-ական թվականներին բնակվում էինք Աբովյան պուրակի մոտ, Աբովյան փողոցի վերջնամասում, 6-7 տարեկան էի, մայրս ձեռքս բռնած Աբովյան փողոցով իջնում էինք ներքև, երբ հասանք հանրախանութին, հանրախանութի մոտ մի չսափրված կեպին գլխին բավականին փնթի հագնված մարդ պտտվում էր հանրախանութի շրջակայքում մոտենալով մարդկանց գումար էր խնդրում ու քթի տակ մրթմրթում, բուռնոթի, մայրս ձեռքս մի կողմ քաշեց, որ մեզ չմոտենա և մենք հեռացանք, մտանք հանրախանութ, կատարեց գնումները և մենք նորից վերադարձանք, մի քանի տարի անց, երբ պատանի էի, մորս հիշեցրի այդ դեպքը հարցնելով, ինչ է բուռնոթին և ով էր այդ մարդը, մայրս ասաց բուռնոթին դա ծխախոտի տեսակ է, որը քաշում էին քթերը, որ փռշտան, իսկ այդ մարդը այն նշանավոր Կարաբալան էր, որը ժամանակին 30-ական թվականներին ծաղիկներ էր բաժանում աղջիկներին, ակնկալելով, որ նրանց ընկերները իրեն գումար կտան խմելու համար, Հուշեր Չարենցի մասին գրքում մի քանի դրվագ կա Կարաբալայի մասին, որ Չարենցը երբ եղել է սրճարանում կամ ռեստորանում, տեսնելով Կարաբալային կանչել է և ալկոհոլ է հյուրասիրել, երբ դրեցին Կարաբալայի արձանը և ես տեսա, անչափ զարմացա, տեսնելով նրա գլխին ճմրթած շլյապա, քանի որ ես տեսել էի նրա գլխին կեպի, ի դեպ Կարաբալայի նկարը համացանցում կա և էլի գլխին կեպի, այլ ոչ շլյապա,